Հա, ուզում եմ խոսենք այդ արևմտյան աստղային օրացույցի մասին։ Ես գիտեմ, որ դուք շատ լավ տիրապետում եք արևմտյան աստղային օրացույցին եւ կուզենամ խոսենք, թե ինչքանով է արևելյան աստղաբանության մեջ տեղ գտած այդ, այսպես ասած, դիվական ուժերի հովանավորչությամբ ներքո ծնված մարդկանց մասին տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը։ Ահա, հետաքրքիր հարցադրում արեցիք, արդյոք ձեր կյանքում այդպիսի իրավիճակներ եղել են, որ հստակ այսպես տիպիկ նկարագրեցիք այդ վիճակը, ոչ միայն արևելյան աստղաբանության մեջ, նաև արևմտյան աստղաբանության այդ դաշտում, այո, մենք ուսումնասիրում ենք, չնայած վերջին 10-15 տարիներն են, բայց այո, այդպիսի դիրքավորումները կան, դրան ավելի շատ ենթակա են ջրի տարերքի ծնվածները, ձուկ, խեցգետի եւ կարիճ։ Եթե մարդիկ ունեն բարդ մոլորակային դիրքեր կարիճում, ապա նրանք կարող են զբաղվել դրանով, հնարավոր է ըստ արևելյան փիլիսոփայության ցույց է տալիս, ասում է, որ մեր այս քարտեզը մեր բոլոր կյանքերի համադրումն է, հա, նա կարման է, սա դհարմարն է, այս կյանքում մեզ տրված ծրագիրն է։ Եվ եթե անձը երեխաների հետ լավ չի վերաբերվել, նույնիսկ լավ չասեմ, որովհետև շատերը գիտեն դրանից կարող են վատ զգալ, երեխաների հետ վատ վերաբերմունք ունենալը, երեխա չսիրելը, դա արտահայտվում է առողջ կենդանակերպում, ընտանիք չունենալու գաղափարը, ընտանեկան հոգսեր չկրելը, ավանդույթներ չպահել, հայրենիք չսիրել, դա խեցգետնի կենդանակերպում դիրքերն են։ Կարիճի կենդանակերպում շատ նայում, դիտարկում, որ այնտեղ էլ այո, այդ եւ Պլուտոն, եւ Սև լուսին, եւ մանավանդ իջնող հանգույցը կարիճում, նրանք մոգական այդ բոլոր հնարքներին հնարավոր է տիրապետում են եւ ըստ արևելյան փիլիսոփայության նրանք այդ ամենը կրում են իրենց մեջ եւ բերել են, դա նախորդ կյանքերի փորձն է, երբ որ մի աղջիկ զանգեց ինձ երեխա չեր ունեն, իր մոտ լուսինը Նեպտուն է եւ որքան գիտեմ Սև լուսինը կարիճում էին, ես հարցեցի արդյոք քո տատիկներից զբաղվել են մոգությամբ, ասեցի իմ երկու տատիկներն են զբաղվում, մեկը հայ էր, մյուսը ռուս էր, Ռուսաստանի հայ էր, ասեց եւ հենց դրա արդյունքում էլ ես ամուսնացել եմ, կարողացել եմ իմ այո, բայց երեխա չէր լինում։ Բայց իմացեք սիրելի հետևորդներ, ինչու եմ տարբեր TV-ներում, տարբեր հարթակներում հենց այդ հարցադրումը լինում է, որովհետև Սև լուսինն է կարիճում, ակտիվացել են այդ սև ուժերը, մարդիկ ովքեր իրենց մեջ կրում են այդ ուժերը, նրանք ովքեր ամեն 7 տարի մեկ են, 49, 42, հա, այդտեղ գալիս է արդեն 30, 42, 36, հա, այդ տարիքային խմբերում գտնվում, ամեն 7 տարի մեկ ծնվածները, 28